Այս կնոջ պատմությունը բարի բուն իմաստով ցնցեց իմ ամբողջ մարմինը, հոգին, ոսկորները։ Նա ասում է, որ իր ամուսինը իրեն տարիներով ծեծում է, դավաճանում է։ Ու ինքը ոչինչ չի կարող անել, ինքը ինքան թույլ է։ Ոչինչ չեմ կարող անել, ոչինչ չեմ կարող անել։ Ասում եմ, լավ, դու ինչպես ես պատկերացնում սրա լուծումը։ Առաջարկում եմ խոսել, ասում եմ դուք խոսում եք, ասում եմ ոչ, մենք չենք, ասում եմ խոսեք։ Ինքը լուծումը գտել է նրա մեջ, որ պետքա բաժանվի։ Ես ասում եմ բաժանվի, ինքը ասում է ես չեմ կարա բաժանվեմ։ Ես չեմ կարող նույնիսկ ինձ մի օր ու իմ երեխային մի օր պահեմ։ Դրա համար էլ եկել է բիզնես։ Եվ ինքան ծանր էր լսել այս պատմությունը, որ ինքը պետք է հիմա թաքուն կայանա եւ հետո լքի այն մարդուն, ով իրան ծեծում է։ Ես չգիտեմ ով է այստեղ ավելի մեղավոր։ Այն կինը, որ աչքերը փակում է այդ ամեն ինչի վրա, ներում է տառացիորեն ամեն ինչ, թե այն ամուսինը, որ իր կնոջը հասցնում է այն վիճակին, որ ինքը այլևս ոչ մի ճար չի տեսնում, բացի բաժանությունը։ Եվ ասեմ ձեզ ավելի թաքուն պլան, ծրագիր, ըստ որի ինքը պետք է շարժվի, որ կարողանա բաժանվի։ Դե հիմա ինքը դեռ ոչինչ։ Ես մի ֆիլմ եմ տեսել մի անգամ Ջուլիա Ռոբերտսն է խաղում, որը հատուկ պլան էր մշակել իր տիրան ամուսնոց բաժանվելու համար։ Ինքն նմանացրեցի այդ կնոջը։ Հուսով եմ, որ այդ ֆիլմը ինքը կտեսնի։ Զարմացած եմ, խոսքեր չունեմ։